Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներից պետք է ազատվել։ Երևանի պետական համալսարանում երեկվա փակ հանդիպմանը ներկա ուսանողների փոխանցմամբ ասել է վարչապետ Փաշինյանը։ Ավելին, նրանցից մեկը մեջբերեց Փաշինյանի կոնկրետ հայտարարությունը։ Կասկածի տակ դրեց շատերի կուսակրոնությունը, այդ թվում Գարեգին Բ-ի կուսակրոնությունը եւ տարբեր թեմերի առաջնորդների կուսակրոնության հարցը եւ նշեց, ասաց, որ առաջինը մեզ է ասում որպես էքսկլյուզիվ ինֆորմացիա, որ հանձնարարական է տվել հատուկ մարմիններին գնալ եւ ստուգել Գարեգին Բ-ի կուսակրոնության հարցը։ Տրվել է նման հանձնարարական, իրավապահ որ կառույցին է դիմել Նիկոլ Փաշինյանը եւ կոնկրետ ինչ է հանձնարարել։ Ազատության այս հարցերին վարչապետի խոսնակը ծանոթացել է, բայց դեռ չի արձագանքել։ Մոտ մեկ շաբաթ է եկեղեցի իշխանություն հարաբերությունները կրկին լարվել են։ Հոգևորականների վերաբերյալ վարչապետի աղմկահարույց գրառումները չեն շրջանցվել նաև պետական համալսարանի ուսանողների հետ փակ հանդիպմանը։ Կենսաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լիլիթ Հարությունյանի փոխանցմամբ հոգևորականներին եւ մասնավորապես վեհափար Հայրապետին քննադատելուն զուգահեռ Փաշինյանը նաև նշել է, թե որն է այս իրավիճակում իր պատկերացրած լուծումը։ Պաշտոնից ազատում եւ փոխարինում։ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններից վրդովված են նաև համալսարանում։ Այդ հայոյախառն գրառումների պատճառով նրա այցին ընդառաջ անգամ կոչեր են հնչել բոյկոտել վարչապետի հետ հանդիպումը, պատմում է մասնակիցներից Հովհաննես Շամրիկյանը։ Առավելևս եկեղեցու հետ կապված այս կոնֆլիկտի ֆոնին դե քրիստոնյա երկիր ենք, շատ հավատացյալ մարդիկ ունենք, իրենք հիմնականում շատ էին վիրավորված ու նույնիսկ Փաշինյանի անունը չէին ուզում լսել։ Քաղաքագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողը մոտ 3 ժամ լսել է վարչապետի ելույթը, հենց նրա հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսության մասին։ Մասնակցելուց առաջ երկար է մտածել, ի վերջո որոշել է գնալ եւ անձամբ երկրի ղեկավարից փորձել ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Արցախի կորստից է հետաքրքրվել եւ հարցրել, եթե Փաշինյանը վերադառնար 2018 թվական եւ իմանար, որ հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի կորուստը, նորից հեղափոխություն կաներ, այո, չի տատանվել վարչապետը, բայց ապագա քաղաքագետին առավել շատ մի միտք է փոթորկել։ Արցախի հետ կապված նա մի այսպիսի միտք հնչեցրեց, որ երբ մենք կորցրեցինք Արցախը, մենք վերջապես ստացանք Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Սա լսելուց հետո Հովհաննեսը փորձել է շարունակել թեման եւ պարզել Փաշինյանի այս հայտարարությունը արդյոք նշանակում է, որ նախորդ 3 տասնամյակներին Հայաստանը անկախ չի եղել, բայց վարչապետը ուսանողին հորդորել է իրեն չընդհատել։ Ես պոլիտկորեկտությունից ելնելով չընդհատեցի իրեն, սակայն կարծում եմ դա մի քիչ տհաճ էր լսելը ինձ համար եւ այնտեղ նստած ուսանողության եւ դասախոսության համար։ Հանդիպումը պակաս շոկային չի եղել նաև կենսաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Լիլիթ Հարությունյանի համար։ Կրթական խնդիրների քննարկման ակնկալիքով հանդիպմանը մասնակցած այս ուսանողը նախապես տեղյակ չի եղել, որ օրակարգը վարչապետի հեղինակած իրական Հայաստանի գաղափարախոսությունն է։ Իմանար կհրաժարվեր մասնակցությունից։ Ես լրիվ այդ սպասելիքներ ունեի, հակառակ դեպքում դժվար ներկա գտնվեի։ Բարբերաբար այդ ամենը կարելի էր լսել նաև հեռուստացույցով, լուրերի շրջանակներում կամ պարզապես Facebook-ում տեսնել։ Ուղղակի այդ ամենը ներկայացվում էր հավաք կերպով, որը մեկ տեղում ավելի շոկային էր, երբեմն հնչում, երբեմն շատ ձանձրացնող։ Ամեն դեպքում Լիլիթը փորձել է քննարկման ընթացքում թեման տանել դեպի կրթություն։ Ինքն ամեն օր համալսարան հասնելու համար Արարատից Երևան ճանապարհներին օրական մոտ 4 ժամ է ծախսում։ Պատմել է այս մասին նաև վարչապետին, հարցրել հնարավոր է ավելացնել ուսանողական հանրակացարանների թիվը կամ առաջադիմությունից կախված պետությունը աջակցի ուսանողներին բնակարանների վարձավճարների հարցում։ Եվ այս ամենին շատ կտրուկ եւ հեգնաբար հաջորդեց հարցը, թե ես որտեղից եմ գալիս գնում, եւ երբ պատասխանը հնչեց իմ կողմից, ասվեց, որ ինքը եկել է այդ ճանապարհով հեծանվով եւ այդ ճանապարհը համարում է հեծանվորդների համար դրախտավայր։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե մոտ 120 կիլոմետր օրվա ընթացքում համակարգիչով, գրքերով, տետրերով շոքին, անձրևին, ձյանը նման պայմաններում ինչպես է կարելի գալ գնալ ու լուծել ճանապարհին ժամանակ ծախսելու կամ հոգնածության հարցը։ Նրանք, ովքեր վարկով հեծանիվ կգնեն եւ այդպես դասի կգնան, կառավարությունը կփակի այդ վարկի տոկոսները։ Լիլիթն առաջին հերթին մի հանգամանք է կարևորում, ժամանակն այդպես կծախսվեր ոչ թե սովորելու, այլ հեծանիվ վարելու վրա։ Վարչապետը հեծանիվով դասի գնալու իր առաջարկի վերաբերյալ ուսանողի արձագանքը չի էլ լսել։ Չեղավ նման հարց, արդյոք ես բավարարեցի ձեր հարցի
ձեր հարցին կամ մի ուրիշ բան, ոչ։ Վարչապետի հետ շփումից հետո կենսաբանության 3-րդ կուրսի ուսանողը պետք է քննություն հանձներ, բայց դա արել է այսօր, ասում է երեկվա հանդիպումից հետո ի վիճակի չի եղել։ Վարչապետը ի տարբերություն իրական Հայաստանի մասին նախորդ հանդիպումների, այս անգամ ԵՊՀ-ից 40 վայրկյանանոց համր տեսանյութ է տարածել։